Ինչ հարցով եք այսօր հավաքվել կառավարության շենքի մոտ։ Հարցն է, որ միջնորդ կազմակերպություններն է, բեռնափոխադրումն է, որը թե Վրաստանում, թե Հայաստանում բեռնափոխադրումը անտեսվում է։ Ընտրում են, որ այլ ազգի բարձեն հանձնեն մեր հայերին։ Մեր բուն նպատակն է, որ մեզի գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն։ Ոչ թե մենակ ոսկի ամեն մարդ նստի իր ատորին մտածի իր գրբանի ջեբի մասին։ Մեզի պետք է որ ընդհանուր մեր հայերին անտեսված չլինեն։ Մի քիչ ավելի մանրամասն անտեսել են նշանակում, թե կնի պատվիրատու, թե կնի միջնորդ կազմակերպություն, ցանկանում են այլ ազգին բարձեն, բայց մեր հային չբարձեն։ Մեր հայը կայնած, այլ ազգը կայնած, ընտրում են, որ այլ ազգին բարձեն։ Ինչու գուցե նրանք ավելի մաչելի տարբերակներ են արել։ Մաչելի տարբերակները չէ, կա որ նույն գնով է, էլի չեն ընտրում մեզի տան։ Առաջ երթին գցում են այլ ազգի մեջ, չաթերի մեջ, հարց չկա, չեն ասում չբարձեն։ Թող բարձեն են դեպքում բարձեն, մի օր գցեն մեր չաթերի մեջ այդ բեռները, տենան չկան որ գցեն ուրիշ ազգի չաթերի մեջ։ Որ սա ասել մենք հասկանում ենք, մենք չենք ասում որ չբարձեն, թող բարձեն, բայց առաջնահերթին թող ընտրեն մեր մեքենաներին։ Ինչքան ժամանակ է այս խնդիրը։ Այս երկար ժամանակ է։ Նոր չի էլ դիմել պատկան մարմիններից ովքեր են այս մի տարի այլ նամակով, այլ հավաքվելով, այլ նստել խոսալով ու ոչ մի արդյունք չենք տեսել։ Մեր միրգը սկարապորտով հետում կայնում ենք Վրաստան 4 օր, 5 օր, 3 օր, 2 օր կայնում ենք, ոսկի մեզի անտեսում են, բայց վրացական մեքենան դադարք մտնում է ու դուրս է գալիս։ Իսկ եք դիմել կոնկրետ անուններով կամ հասցեներով կնշեք, որ գերատեսչություն եք դիմել կամ ում հետ եք հանդիպում ունեցել։ Հանդիպում ունեցել ենք Սողոմոնյանի հետ։ Ասել են մենք այդ հարցին լուծում կտանք ու իջև այդ մի տարուց ավել է հարցին լուծում չենք տեսել։ Տրանսպորտի փոխնախարարը։ Հա, նախարարը ենք հանդիպել։ Մինչև անգամ 7 ոլորտել ամառ տեղեր նստել ենք հանդիպել ենք, մարդիկ բացատրակ այդ ոլորտից կուրսի չեն ու եկել են նստել են մեր հետ խոսալու։ Ու չենք տեսել, հարցին լուծում չենք տեսել։ Մեր ցանկությունն է, որ պարոն վարչապետի հետ հանդիպենք, պարոն վարչապետին այդ ամեն ինչը ներկայացնենք, որ իմանանք ինչ է, ինչ չի։ Եթե չէ, եթե դենց են անում, որ պետք է ազգը գա մտնի մեր երկիր ու մենք կայնենք, մեր մեքենաները կայնացնենք ու գումար չաշխատենք, ուրեմն մենք գելենք ճանապարհ փակենք, այլ ազգին չենք թողել մտնել։ Այստեղ խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը